Բարի լույս հարգելի ֆորտունասերներ, Լոռու մարզայինի եթերում շարունակվում է բաց սենյակը, ձեզ այսօր մաղթելու ենք շատ բարձր տրամադրություն, որովհետև այն ապահովելու ենք ես եւ իմ գործընկերուհի Դինարան։ Բարի լույս հարգելիներս, բարի լույս Լևոն, շնորհակալություն եմ հայտնում եղեցիք ներկայացնելու համար։ Հարգելիներս մաղթում ենք ձեզ բարձր տրամադրություն եւ հաճելի օր։ Իհարկե յուրաքանչյուրիս համար բարձր տրամադրության աղբյուր կարող է հանդիսանալ այն ամենը, ինչը մենք շատ ենք գնահատում։ Ոմանց համար դա սիրելիին բարևելը, ոմանց համար լավ երաժշտություն լսելը, ոմանց համար արդեն լավ տրամադրությամբ աշխատանքի եւ պատրաստակամությամբ աշխատանքի գնալը։ Այսօր մենք ձեզ առաջարկում ենք, որ ձեր տրամադրության աղբյուրը պայմանավորված լինի երաժշտությամբ եւ այն կաղապարի երաժշտությունը, ինչի որովհետեւ այսօրվա մեր եթերը մենք նախատեսելու ենք, որ լինելու է շատ երաժշտական եւ կխոսենք երաժշտության, ներգործության մասին, հյուրն էլ կլինի երաժշտական եւ ամեն ինչ այսօր երաժշտական է։ Եվ այսպես թե ինչ է տալիս երաժշտությունը մարդկանց, այժմ մենք կներկայացնենք։ Ներկայացնում ենք ինչ է տալիս երաժշտությունը։ Երաժշտությունը մարդուն հանում է նյարդային վիճակից, սթրեսից եւ տեղավորում է ճիշտ ալիքի վրա, այսինքն բալանսի է բերում ձեր ներաշխարհը եւ դուք աստիճանաբար ավտոմատ կերպով սկսում եք արդեն ձեզ տեղավորել բարձր ալիքի վրա եւ դրանից ձեզ մոտ արդեն սկսվում են ուրախության եւ ինչի ալիքներ։ Եվ երջանկության ալիքներ, ինչու՞ չէ։ Միանշանակ, ինչպես ասացինք, կարող է երաժշտությունը կաղապարել ձեր տրամադրությունը եւ ձևավորել այն։ Իսկ թե ինչ ազդեցություն կարող ունենալ երաժշտությունը եւ ինչ է տալիս մարդկանց, կասենք, որ երաժշտությունը կարող է ժամանցի միջոց հանդիսանալ։ Երաժշտությունը ազատում է ձանձրուծից այն ժամանակ, երբ որ ձեր ուղեղը չգիտի այլևս ինչով զբաղվել։ Միանշանակ գիտնականներն առաջարկում են, որ լուրջ գիտական գործ անելիս պետք չէ երաժշտություն լսել, որովհետև այն խափանում է եւ խանգարում է ձեր ուղեղի աշխատանքին, այսպիսով նա ընկերակցության մեջ է մտնում ուղեղի հետ, ուղեղը սկսում է ընկերություն անել երաժշտության հետ եւ խանգարում է մեկ այլ գործով զբաղվելուն։ Ուստի երաժշտություն լսեք միայն այն ժամանակ, երբ որ դուք փորձում եք ազատվել որևէ ծանր գործից եւ ձեր ժամանցը փորձում եք ապահովել։ Փաստորեն փոխկապակցված են այդ։ Այո, փոխկապակցված է։ Վատ տրամադրության հետ պայքարելու միջոց, այսինքն հետաքրքիրն այն է, որ երաժշտությունը ուղիղ համեմատական հոգու տրամադրության հետ էսպես կարելի է ասել։ Եվ եթե դուք ձեզ զգում եք միայնակ եւ լարված, ապա ձեզ շատ հեշտությամբ կարող է փրկել երաժշտությունը, որովհետեւ այն ձեր միջից կհանի լարվածությունը եւ կբերի ճիշտ ալիքի վրա։ Ու հենց գիտնականները խորհուրդ են տալիս միայնակ ժամանակ լսել երաժշտություն, որովհետեւ երաժշտությունը մեզ ազատում է առօրյա այդ գորշությունից, հոգսերից, ամեն ինչից, ու մենք սկսում ենք հասկանալ, որ մենք միայնակ չենք, այսինքն կան մարդիկ, ովքեր ստեղծել են այդ երաժշտությունը, որովհետեւ ընկերակցում են մեր ուղեղի հետ։ Որովհետեւ այդ ժամանակ ոչ մեկին դու չես տեսնում, բացի քո հարազատ երաժշտությանը։ Շատ լավ։ Ասենք, որ երաժշտությունը նաեւ միջազգային հարաբերություններում գլխավոր դերերից մեկն է կատարում։ Երաժշտությունը նաեւ սոցիալական բնույթ ունի, որովհետեւ այն շատ հաճելի թեմա կարող է դառնալ մարդկանց զրույցի համար, այո, քննարկում ենք եւ ինչու՞ չէ նավթանության ժամանակ կարելի է ընտրել այնպիսի թեմա, որը վերաբերում է երաժշտությանը եւ այդպես դուք քննարկում եք եւ միջազգային հարաբերությունները արդեն ձևավորվում են։ Ինքնանույնականացում, ինչպես արդեն հայտնի է, մեր նախընտրած երաժշտությունը ուղիղ համեմատական է մեզ հետ, այսինքն ինչ երաժշտություն դու նախընտրում ես, այն հոգեվիճակը ունես դու։ Այդ Դինարա, ինչ երաժշտություն ես նախընտրում դու։ Ես ասեմ, որ երաժշտական ճաշակս բազմաժանր եւ բազմորոշ, ասեմ, չեմ կենտրոնանում մեկ երաժշտության վրա, սակայն ինչպես ասացինք, արդեն ըստ տրամադրության ես ընտրում եմ այնպիսի երաժշտություն, որը տվյալ պահին ինձ հոգեհարազատ է եւ կարող է ճիշտ խորհրդատու եւ ընկեր լինել։ Ինչու, որովհետև գիտենք, որ երաժշտությունը շատ ճիշտ հարց տվեցիր, Լևոն, որովհետև երաժշտություն նախընտրելը նաև բնութագրում է մեզ, այո, մեր երաժշտական ճաշակը մեր մասին շատ մեծ կարծիք կարող է տալ եւ դիմացինը կարող է կարծիք կազմել նաև այդ ամենով։ Երաժշտությունը նաև երկրների մասին եւ երկրների մշակույթի մասին է տեղեկություն տալիս եւ այն կապված այն բանից, թե դուք ինչ երաժշտություն եք ընտրում, այն կարող է նաև ձեզ համար լավ բնութագիր դառնալ։ Իսկ թե ինչ երաժշտություն է առաջարկում այժմ մեր ռեժիսորը ձեզ լսելու, թողնում եք ձեր դատին, թե ինչպես կբնորոշեք դուք նրան։ Այժմ մեծ պարտավորվածություն եւ պատասխանատվությունը տալիս ենք մեր ռեժիսորին, որպեսզի ձեր լավ տրամադրությունը ապահովի արդեն իր նախընտրած երաժշտությամբ։ Հարգելի ռեժիսոր, վերադառնանք։ Հարգելի ռեժիսոր, քեզ տեսնենք։
Շարունակում ենք մեր ուրախ եթերը եւ ուրախ տրամադրությամբ շարժվում ենք առաջ ու հիմա ներկապահին ձեզ ներկայացնելու ենք փաստեր եւ արձանագրություններ երաժշտության մասին։ Առաջինը ներկայացնելու եմ ես ու ասեմ, որ շատ հետաքրքիր բաներ ենք ներկայացնելու, այնպես որ ուշադիր լսեք մեզ։ Ավստրալացի դաշնակահար Պոլ Վիտգենշտեյնը կորցրել է աջ ձեռքը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ու նա եղել է դաշնակահար ու աջ ձեռքը կորցնելուց հետո նա այնպես էր վարպետորեն ձախ ձեռքով նվագում, որ նույնիսկ պատերազմից հետո մասնակցել է բազմաթիվ փառատոների եւ ձախ ձեռքով նվագել է այնպես որ չէին կարող նվագել երկու ձեռք ունեցող մարդիկ, շատ հետաքրքիր փաստ է դա ու ինձ թվում է վիրտուոզ դաշնակահար է եղել, որ մի ձեռքով կարողացել է այդպես նվագել ու բանն այն է, որ ձախ ձեռքով հիմնականում մարդիկ աջ ձեռքն են օգտագործում որպես գլխավոր ձեռք, ձախը միայն ակորդներ եւ մնացած բաները պահպանելու համար է։ Փաստորեն տեսնում եք, որ յուրաքանչյուր մարդ հասնում է այն ամենին, ինչին ցանկանում է նույնիսկ, եթե դրա դեմ է բնությունը։ Ինչ որ հարգելիներս, մի հետաքրքիր պատմություն կա կապված Միլանի հետ։ Մի անգամ Միլանի համալսարանի տնօրենին մոտենում է մի պատանին եւ խնդրում է նրան վերաքննել։ Նա ասում է, որ ընդունելության քննության ժամանակ նա դաշնամուրի վրա նվագել է իր սեփական ստեղծագործությունները եւ մի քանի օրից ստանում է այս պատանին պատասխաննամակ։ Մոռացեք կոնսերվատորիայի մասին եւ ուսուցիչներ գտեք քաղաքային երաժիշտների շրջանում։ Դա 1832 թվականն էր։ Մի քանի տասնամյակ հետո Միլանի կոնսերվատորիան պատիվ է ունենում իրեն արհամարած աշակերտի անունը կրել։ Իհարկե նա Ջուզեպե Վերդին էր, ով լքեց կոնսերվատորիան, սակայն տասնամյակներ անց այդ նույն կոնսերվատորիան պատիվ ունեցավ կրել նրա անունը։ Լավագույն ջութակահարներից մեկը Ջոշուա Բելը 2007 թվականի հունվարի 12-ին համաձայնվում է մասնակցել մի փորձարկման, որը տեղի էր ունենալու մետրոյում։ Այդ Դինարա դու լսի շատ հետաքրքիր է։ Մետրոյում հազարավոր մարդկանց առաջ նա մոտ 45 րոպե նվագել է, ինչպես արդեն նշեցի, հայտնի ջութակահար Ջոշուա Բելը։ Եվ այդ հազարավոր մարդիկ, ովքեր անցնում էին մետրոյով, ուշադրություն չեն դարձրել։ Այդ հազարավոր մարդկանցից միայն 7-ն են ուշադրություն դարձրել, թե ինչու այդ մարդը նվագում, որովհետև Բելը ձևանում էր որպես փողոցային անձնավորություն, այո, չէ, նվագող չէ։ Ներկայանում է որպես փողոցային։ Նրան ոչ մեկ չէր ճանաչում հենց որպես ջութակահար։ Այո, փողոցային երաժիշտ էր, ով փորձում էր արվեստը ցույց տալ մարդկանց, բայց ու զարմանալին այն էր, որ այդ հազարավոր մարդկանցից ընդամենը 7-ը նկատեցին։ Այսինքն ասելիք հիմնականում կայանում է նրանում, որ մարդիկ այնքան են զոմբիացել ու հեռացել միմյանցից, որ այդ հազարավոր մարդկանցից միայն 7 կարողացան լսել այդ երաժշտությունը եւ մոտենալ տվյալ մարդուն։ Կտրվել իրենց առօրյայից եւ թեկուզ մետրոյում լսել այդ ամենը եւ գնահատել ինչ։ Իրոք ցավալի փաստ է, ինձ թվում է կվերանա այդ փաստը։ Հուսանք, որ տեխնիկան չի խանգարի մարդկանց մեկուսացմանը։ Ինչ որ հարգելիներս, այ օրինակ մենք բոլորս եւ աշխարհում ամենաշատ հնչող երգերից մեկն է Happy Birthday to You երգը։ Ասում եմ, որ այս երգը ամեն օր լսվում է եւ ամենաշատ երգվող երգերից է։ Իսկ գիտեք, որ այն գտնվում է հեղինակային իրավունքի պաշտպանության տակ։ Իհարկե այն կարելի է երգել ընկերական շրջապատում, ընտանեկան եւ այլն առօրյայում, սակայն եթե առևտրական գործարքներ են տեղի ունենում, օրինակ ինչպիսի ֆիլմերի նկարահանումներ շնորհանդեսների եւ այլն, այս երգի համար պարտադիր պետք է վճարեն եւ ասում են, որ Happy Birthday to You երգը յուրաքանչյուր տարին $2 միլիոն եկամուտ է բերում հեղինակային իրավունքների անձանց եւ այդ ղեկավարող ընկերությանը։ Տեսնում եք։ Այո, ճիշտ է ասում, որովհետեւ յուրաքանչյուր օր ինձ թվում է մենք հանդիպում ենք այս երգին, կապ չունի որտեղ աշխարհում ամենաշատ հնչող երգն է, որ ամեն օր այս երգը երգում է եւ ամենաշատն է երգում։ Տեսնես ովքեր են հեղինակներ, ինձ հետաքրքրեց։ Եվ այս հեղինակները բնականաբար այս մի երգի համար կարողանում են լավ եկամուտ բերել իրենց ընկերությանը։ Ինչ որ հարգելիներս այժմ հմուտ ձեռքերն են մեզ մոտ, փորձում ենք օգտվել նրանց խորհուրդներից եւ վերադառնում ենք տաղավար, մնացեք մեզ հետ։
Հարգելի հեռուստադիտողներ, մենք դարձյալ տաղավարում ենք եւ ասում ենք բարի լույս բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեր ընթացքին եւ բարձր տրամադրություն ենք մաղթում ձեզ հարգելիներս, ինչպես նաեւ հիշեցնում ենք, որ մեզ կարող եք դիտել եւ հետեւել on-line հարթակում 3w.fortuna.tv.am հասցեով, ինչպես նաեւ միանալ մեր Facebook-յան պաշտոնական էջին եւ ինչպես արդեն ասացինք, մեր եթերը այսօր շատ երաժշտական է եւ իր ընթացքի մեջ է, շարունակում ենք ներկայացնել այս անգամ հետաքրքիր փաստեր երաժշտության մասին եւ թե ինչ ներգործություն է ունենում մարդու ներաշխարհի վրա երաժշտությունը։ Գիտենք, որ մարդու նյարդային համակարգի վրա այն մեծ ազդեցություն է ունենում դրականորեն, իհարկե դրա դերթապաճառները բազմաթիվ են եւ գիտնականները բազմիցս փորձել են թե ապացուցել թե ինչու կայանում այդ հարցը, որ երաժշտությունը դրականորեն էր անդրադառնում մեր նյարդային համակարգի եւ տրամադրության վրա։ Եվ այժմ էլ մենք ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր երաժշտության մասին։ Ահա, ուրեմն ինչ ասելու եմ, դուք դա եւս կարող եք հիշել, որովհետեւ ինձ թվում է դա ձեզ էլ կօգնի։ Ֆոնային երաժշտությունը, որ միշտ լսում են մարդիկ, կապ չունի հաց ուտելիս, դաս անելիս եւ մնացած այլ գործերում, խանգարում է մարդուն կենտրոնանալ, բայց օգնում է մարմնամարզության եւ նկարչության մեջ եւ մարդուն օգնում է նաեւ շատ ճիշտ կենտրոնանալ ու իր էմոցիաները դասավորել ֆոնային երաժշտության ներքո, այսինքն եթե փորձում եք գիրք կարդալ, ապա անջատեք բոլոր երաժշտությունները, իսկ եթե փորձում եք նկարել, ապա որքան հնարավոր է գեղեցիկ եւ տրամադրող երաժշտություն միացրեք, որպեսզի կարողանաք ձեր էմոցիաները հանձնել կտավին։ Երաժշտությունը միանշանակ այդ պահին ձևավորում է մարդու ճաշակը, ինչպես արդեն ասացինք, եւ տրամադրությունը, եւ ըստ այդմ էլ ծնվում է կտավը, ինչպիսին որ այն պետք է լինի։ Ասենք որ Այ կներես Դինարա, ես ընդհատեմ քեզ, ես տեսել եմ մի կտավ, այդ կտավը տեսնելուց հետո ես մի անգամից նկարչին հարցրել եմ, նկարելուց այս երգն ես լսի, ասում էր հա։ Ահա, ուրեմն կարողացել է նա այնպես ներկայացնել այդ երաժշտությունը կտավի վրա, որ կտավը ինքնին արդեն երգում էր, խոսում էր կտավը։ Կարծում եմ դա հանճարեղ է եւ ոչ բոլորին է տրված, որ կարողանա այդպես վերարտադրել նկարը, որ տեսնողն էլ կարողանա լսել անգամ այն։ Ինչ որ հարգելիներս, ասենք որ մարդու սիրելի երաժշտությունը, թե ինչ է նա նախընտրում, կապված է վերջինիս կյանքում տեղի ունեցած զգացմունքային իրադարձությունների հետ, ինչու՞ չէ նաև կենթանի համերգների ժամանակ տեղ ունեցած երգի ընտրությունը կապված է երաժշտական ճաշակի եւ հանդիսատեսի հետ ունեցած տեսողական շփման հետ, ինչպես նաև դերակատարում ունի այդ երգչի արտաքին հանդերձանքը, որն է ձևավորում է կարծիք տվյալ երգի հանդեպ։ Այսինքն մարդու արտաքին տեսքը կատարողը նույնպես կարող է երաժշտությանը որոշակիորեն կաղապարտալ, ինչի միջոցով էլ մենք ձևավորում ենք կարծիք տվյալ երգի մասին։ Ոչ միայն երգել նաև անձնավորություն։ Այո, չէ, նաև երգի եւ անձնավորություն, այո, ճիշտ է։ Ահա, շատ հետաքրքիր մի փաստ կա, որը ըստ իս ցավալի փաստ է դա։ Տվյալ երկրի համար ծանր ժամանակահատվածում ստեղծված բոլոր երաժշտական ստեղծագործությունները խորիմաստ եւ էմոցիոնալ են լինում։ Այ կարող ենք հիշել մի քանի երգ, կարելի է երևի թվարկել։ Երկրաշարժից հետո մեր հայկական Շառլ Ազնավուրը հանեց շատ գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր Աղմենի, Հայաստան, այսինքն, ու շատ էմոցիոնալ ու խորիմաստ երգ է, ու ոչ միայն Հայաստանում, այլ մնացած երկրներում նույնպես որևէ աղետից հետո ստեղծված երգերը հենց Թայիթիին նվիրված երգ էլ կա, կարծեմ։ Էլի շատ էմոցիոնալ երգ է ու անկախ քեզնից բորբոքվում է քո ներսը։ Այսինքն դարձյալ դու վերապրում ես երաժշտությունը, կարողանում է քեզ տալ այն էմոցիաները, որոնք այդ մարդը ապրել է գրելիս։ Ոստի եւ այդ ընթացքում գրված երգերը, ինչպես ասացիր Լևոն, շատ խորիմաստ են լինում, այո։ Ասենք որ երաժշտությունը կարող է բարձրացնել մարդու ինտելեկտուալ դաշտը եւ մակարդակը։ Ասում են, որ լիբերալների երաժշտական նախասիրությունների դաշտն առավել լայն էր, քան պահպանողականներինը։ Այն թե ինչպիսի երաժշտություն եք ընտրում դուք, վկայում է ձեր ճաշակի եւ ձեր անհատականության մասին, բայց եթե դուք գտնվում եք 16-ից 21 տարեկան հասակում, ապա փորձեք լսել ավելի ճիշտ երաժշտություն, որը ըստ ձեզ չի ճիշտ, այլ որը հենց ճիշտ երաժշտություն է, այսինքն կարող եք լսել դասական, Մոցարտ, Բեթհովեն եւ ոչ միայն դասական, այն ինչ համարում եք ձեզ հոգեհարազատ եւ հասկանում եք, որ դուք դրանով ձեզ հանգիստ եք զգում, որովհետեւ հետագայում այդ տարիքում լսած երաժշտությունը դառնում է ձեր ամբողջ կյանքի եւ ճաշակի հիմնական երաժշտական ուղղության գիծը։
Ձևավորումը փաստորեն շատ ճիշտ նախազգուշացում արեցիր Լևոն, պետք է լսել այնպիսի երաժշտություն, ոչ թե ըստ ձեզը ճիշտ, այլ որը ճիշտ է, որը ձևավորում է հետագայում ձեր երաժշտական ճաշակը։ Հարգելիներս, այդքանն է երաժշտության մասին, իսկ այժմ մեզ մոտ տեսանյութ է, որից հետո մենք դիվամորում ենք Գայանային եւ տեսնենք թե ինչ հետաքրքիր նյութ կպատրաստի եւ կմատուցի մեզ արդեն դարձյալ երաժշտության եւ երաժշտների մասին։ Ահա, գնանք Գայանային դիմավորելու։ Շարունակում ենք մեր ընթացքը ու արդեն ինչպես խոսում էինք երաժշտության մասին, հաճելի եթեր է մեզ նաև շարունակում։ Միացել է այսօր մեզ Գայանեն, բարի լույս Գայանե։ Բարի լույս, ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, դու ինչպես ես։ Շատ լավ եմ։ Միշտ դրական ես Գայանե եւ այսօր ինչ դրական եւ հետաքրքիր նյութ ես մեզ համար պատրաստել։ Երաժշտությունը դուք իհարկե գիտեք եւ խոսում եք այդ մասին, որ շատ մեծ դրական ազդեցություն ունի ընդհանրապես մարդու վրա եւ նաեւ բացասական, չմոռանանք։ Իհարկե բացասական։ Հիմա խոսենք դրական էմոցիաների մասին։ Խոսենք։ Ես կփորձեմ ձեզ մի փոքր գեղեցիկ առասպել պատմել մեր սիրելի ծիրանափողի, նույն ինքը Դուդուկի մասին։ Արդեն իսկ գեղեցիկ է։ Արդեն իսկ հետաքրքիր է։ Այո, եւ հետաքրքիր է։ Դե իհարկե Դուդուկի մասին բազմաթիվ առասպելներ եւ լեգենդներ կան հյուսված, սակայն կներկայացնեմ դրանցից մեկը, որտեղ ասվում է, որ շատ գեղեցիկ եղանակ է լինում եւ գարուն է լինում։ Ծառերը ծաղկում են, ծիրանենիները նույնպես եւ Պետպետուն քամին այսպես անդադ գնում գալիս է այդ ծառերի, ծիրանենիների միջով եւ զգում է դրանց բույրը, ինչքան անուշ, ինչքան քաղցր բույր ունեն ծիրանենիները եւ շատ արագ սկսում է վազել այդ ծիրանենիների միջով, սկսում է խաղալ այդ տերևների հետ, նրա ծաղիկների հետ եւ կապվում է մի ծիրանենու հետ, այսպես շատ ներքին գեղեցիկ կապով կապվում է եւ անդադ սկսում է նրա շուրջ բոլորը պտտվել եւ սկսում է կապվածություն զգալ նրա հանդեպ։ Սակայն այդ ամենը տեսնելով քամիների տիրակալը տեսնում է, որ այդ քամին երբ որ սուրում է ծառերի, այդ ծառի շուրջ բոլորը սկսում է գեղեցիկ երաժշտություն առաջանալ եւ իհարկե քամիների տիրակալը բարկանում է եւ որոշում է, որ ամբողջ բնությունը նա պետք է ոչնչացնի, նաեւ այդ ծիրանենիները եւ սկսում է ոչնչացնել։ Քամին ընկնում է տագնապի մեջ եւ ասում է, որ ես թույլ չեմ տա, որ իմ ծիրանենին ոչնչացնես եւ իր անտեսանելի թևերով սկսում է գրկել եւ պաշտպանել այդ ծառը։ Հաջորդաբար ոչնչացնելով ծառերը, քամիների տիրակալը գալիս է եւ հասնում է այդ ծառին։ Տեսնում է, թե փոքրիկ քամին ինչպես է նրան պաշտպանում եւ ասում է, եթե դու ուզում ես պաշտպանել այդ ծառը, ես քեզ թույլ կտամ եւ քո թևերը չեն ոչնչացնի ծառի հետ միասին։ Եվ այնպես կանեմ, որ եթե դու մի օրերից մի օր բաց թողնես այդ ծառը կմահանա։ Եվ նրան թույլ է տալիս, որպեսզի գրկի։ Անցնում է ամառը, գարունը, ձմեռը եւ անընդհատ այդ քամին շատ ուրախ, շատ եռանդուն ձևով գրկում է ծառը։ Սակայն նա տեսնում է, որ եկել է արդեն աշունը եւ այո, ինչպես աշունը հրաժեշտի պահեր շատ են լինում եւ ծառը արդեն գունազրկված է, արդեն շատ վատ վիճակում է, չորանում է եւ տեսնում է, թե ինչպես աշնանային այդ քամիները իր եղբայրները անընդհատ ազատության մեջ են, սուրում են, վազում են եւ նա վերջապես բաց է թողնում ծիրանենին մահանում է եւ նրա ճյուղերից ինչ որ մեկի մեջ մնում է քամու շունչը։ Չորանում է այդ ծառը եւ մի ճյուղը, որի մեջ մնացել էր քամու շունչը, ընկնում է եւ երբ որ օրերից մի օր ցախավակող տղան, գյուղացի տղաներից մեկը գալիս է եւ տեսնում է, վերցնում է եւ դնում է իր շրթունքներին, քամու շունչը սկսում է երգել։ Այսպիսով գեղեցիկ առասպել մեր սիրելի ծիրանափողի Դուդուկի մասին։ Շատ գեղեցիկ է, շնորհակալություն եւ շատ գեղեցիկ մատուցվեց։ Շատ հետաքրքիր է այսօր մեր եթերն էլ երաժշտական է, երաժշտության ազդեցությունը եւ կարծում եմ այն ամեն ինչը մենք տիրապետում ենք արդեն դառնում է մերը եւ շնորհակալություն նման նյութ եւ բովանդակություն մեզ տալու համար։ Շնորհակալ եմ ձեզ, թող միշտ խաղա ձեր մեջ բարի, էմոցիոնալ, դրական երաժշտություն։
դրական քամին։ Քամին, իհարկե։ Շնորհակալություն Գայանե, հարգելիներս, իսկ դուք շարունակեք հետևել մեր ընթացքին, մենք ավելի ուշ կլինենք տաղավարում այժմ երաժշտական ընդմիջում է մեզ մոտ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք տաղավարում ենք եւ ասում ենք բարի լույս նրանց, ովքեր նոր միացան մեր ընթացքին, իսկ արդեն մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք մեր հյուրին, ում սիրով ես կներկայացնեմ։ Այսօր մեր տաղավարում հյուր է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Ալեքսանյանը։ Ողջույն Սարգիս։ Ողջույն ձեզ, շատ շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար ձեր տաղավար։ Մենք էլ շնորհակալություն ունենք հայտնում քո ներկայությունը ապահովելու համար եւ ինչպես է տրամադրությունը Սարգիս։ Շատ լավ, ցնցող տրամադրություն։ Ահա, շատ բարի։ Մեզ մոտ նույնպես բարձր է տրամադրությունը, մաղթում ենք ողջ օրվա ընթացքում նման բարձր տրամադրություն քեզ։ Եվ այսպես, Սարգիս, արդեն գիտենք, որ ինչպես ասացինք, Արվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող ես։ Մի փոքր ներկայացնենք քեզ որպես արդեն արվեստի ոլորտի մարդ։ Ինչպես սկսեցիր եւ Սկսել եմ դեռ 9 տարեկանից, հաճախել եմ Ալավերդու արվեստի դպրոցը, հենց շվի մասնագիտություն ծնողներս են ընտրել, ոչ թե ես, սկզբում չեմ սիրել իմ մասնագիտությունը, սկսած 4-րդ դասանից նվիրվել ու սիրել եմ։ Շնորհիվ իմ դասատուի ընկեր Հովանեսյանի, այդքանը։ Իսկ ծնողներդ ունեն որևէ կապ երաժշտության։ Ծնողներս չեն ունեցել, մենակ հոպարս, որը նվագել է դհոլ, ուղղակի փողոցից կտրելու այդ ինչպես անում են բոլոր երեխաներին պարտադիր երաժշտական դպրոց տալու։ Նաև զուգահեռ հաճախել եմ Պարի, պարել եմ տարբեր, բայց հիմնականում ժողովրդական Լեյլի Հովանեսյանի դասարան։ Եվ ինչպես որոշեցիր, որ պետք է շարունակես այս մասնագիտությամբ արդեն։ 5-րդ դասարան էի, այդ տարին ավարտում էի, բայց չունեի ավելի լավ ծրագիր եւ որոշեցինք մի տարի ավել։ Ծնողներս որոշեցին մի տարի ավել հաճախեմ երաժշտական դպրոց, հաճախեցի ավելի բարդ ծրագրով, շնորհիվ իմ դասատուի եւ եկա Արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի Էլմիրա Կրոյանի դասարան։ Այժմ սովորում եմ եւ այս տարի արդեն կավարտեմ։ Սովորելու հետ զուգահեռ նաև աշխատում ես, այ մի փոքր ներկայացրու որտեղ եւ ոնց։ 2013 թվականին մենք ունենում ենք համերգներ, արտագնա համերգներ են կոչվում Լոռու մարզի տարբեր քաղաքներում։ Գնացինք Սպիտակ համերգի, հաղորդավարը ես էի, այդ համերգի ես էի հաղորդում եւ այնտեղ ընկեր Կրոյանին ինձ կանչեց եւ ասեց ծանոթացիր քո նոր գոլեգաների հետ։ Այսինքն իրանց պետք էր մասնագետ եւ ընկեր Կրոյանը նախընտրեց ինձ ուղարկել այնտեղ եւ որպես պրակտիկա եւ որպես արդեն դասատու։ Սկզբում շատ բարդ էր ինձ համար լինել 17 տարեկան եւ ունենալ 16 տարեկան աշակերտ։ Համարյա թայեր շատ բարդ էր, բայց արդեն պետք է ունենաս քո դրվածքը, պետք է այնպես անես, որ երեխան հաճույքով գա դասի, ոչ թե ուղակի։ Դե ուղարկել են ծնողները գանք։ Եվ ստացվեց, արդեն 1 տարի է ունեցել եմ նաև հաջողություն, 1 տարի ինչ պարապում եմ Սպիտակում, անցած տարի մայիսին մասնակցեցինք ոսկե կարապին, իմ աշակերտը եւ ստացանք հրախուսական պատվոգրի։ Շատ բարի, գովելի է Սարգիս, եւ ասացիր, որ դու նաև ղեկավարում ես քոլեջում անսամբլ, այո, փոքրիկ։ Քոլեջում չէ, երաժշտական դպրոցում ունեմ փոքրիկ անսամբլ, ջութակներ, 2 հատ շվի, դհոլ եւ կանոն։ Արդեն 1 տարի է հաշվետու համերգներին ուղղակի ներկայանում ենք, ծրագիր ունեմ ավելի բարդացնեմ եւ մասնակցենք մրցույթների։ Մի փոքր ծանոթացանք քո կենսագրությանը արդեն որպես արվեստագետ եւ ինչպիսի հաջողություններ ես արձանագրել, որն է քեզ համար ամենաբարձրը, որ կուզեիր ընդգծել։ Ամենաբարձրը եղել է 2012 թվականին վերածնունդ միջազգային 5-րդ փառատոնին Գյումրիում, որ մասնակցում են 2500 մասնակից 25 պետություն։ Մասնակցեցինք նաև մենք եւ իմ շնորհիվ իմ դասախոսի Էլմիրա Կրոյանի մենք մեր ջանքերը ներդրեցինք, նաև Անուշ Բարխուդարյանի, որը իմ նվագակցողն է, մասնակցեցինք եւ արժանացանք 3-րդ կարգի դափնեկրի։ Այս տարի նույնպես կմասնակցենք 2015 թվականի ապրիլին նորից այդ մրցույթին արդեն ավելի պատվով ներկայանալու եւ Լոռին ավելի պատվով ներկայացնելու։ Այ այստեղ տեսնում ենք մրցանակներ, կպատմես որը երբ է ստացել։ Սա ստացել եմ 2013 թվականին Ոսկե աշուն ուսանողական փառատոնին,
եւ զբաղեցրել եմ երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Տամ ռեժիսորին։ Իսկ սա 2012 թվականին նորից ոսկե աշունուսանողական փառատոնին դա մեդալն է, որը ստացել եմ Գյումրիում վերածնունդ միջազգային փառատոնի ժամանակ։ Սա է։ Ինքոմ։ Այս կողմը։ Չէ։ Ահա, Այսպես։ Սոլի բանալի է կարծես թե։ Արծաթե մեդալ է։ Արծաթե մեդալ։ Հա, եւ սա ստացել եմ այս տարի նոյեմբերի 23-ին մարզային փառատոնին։ Զբաղեցրել եմ գերազանց կատարում եմ ստացել, այսինքն առաջին հորիզոնական։ Ահա, շատ բարի Սարգիս, ողջունել եւ շնորհավորում ենք քեզ եւ նորանոր հաջողություններ եւ նոր բեմեր։ Իսկ կհիշես երբ էր քո առաջին բեմելը եւ ինչ զգացողություններ ունեիր։ Դա եղել է 10 տարեկանում, երբ նվագել եմ հաշվետու համերգին, նվագել եմ եւ անհատական եւ մի հատ 5-րդ դասանի տղայի հետ։ Շատ հուզված էի այդ ժամանակ, բայց ստացվեց ամեն ինչ։ Այդ ժամանակից սկսած սիրել եմ իմ մասնագիտությունը։ Երբ որ բեմը, զգացի թե ինչ է բեմը։ Զգացի թե ինչ պատիվ է այն։ Ահա, բայց ինձ թվում է այս մի քանի մրցանակ չէ, այնտեղ կան բազմաթիվ պատվոգրեր, բազմաթիվ պատվոգրեր, որոնք մասնակցել են, ուղղակի ստացել են գերազանց կատարում, շնորհակալագրեր, վկայագիր, նաև այդտեղ է խրախուսական այդ պատվոգիրը, որ ստացել է իմ աշակերտուհին։ Նույնիսկ քո հաջողությունները արձանագրում ես արդեն սաների միջոցով։ Այո, այս տարի նույնպես պետք է մասնակցենք եւ երևի կներկայացնեմ 3 աշակերտ։ Նույնիսկ ոսկե կարապ այդ հանրապետական, արդեն հանրապետական մրցույթի ժամանակ։ Շատ բարի։ Սարգիս, տեսնում ենք այստեղ գործիքներ եւ խոսքը փորձենք արդեն վերարտադրել եւ գործի միջոցով ցույց տնել։ Ապացուցենք մենք։ Ինչու հենց այդ մեկ օրինակ, Սա նոր է։ Սա իմ առաջի գործիքն է, արդեն 10 տարի է ինձ հետ է, սա երկրորդ գործիքս է, 5 տարի, երևի 5 տարի էլ սա ինձ հետ, իսկ սա… Դու մշտապես քեզ հետ վերցնում ես… Հա, միշտ ինձ հետ է, միշտ քեզ հետ է, ահա, շատ բարի, դե ուրեմն վայելենք փոքրիկ կատարում… Ահա… Բրավո, հրաշալի է։ Ես կարծում եմ բոլոր խոսքերի ապացույցն այժմ թեկուզ այս փոքրիկ տաղավարում, այս փոքրիկ կատարումով ապացուցված է քեզ նորանոր հաջողություններ, Սարգիս, եւ ինչպիսի ծրագրեր կան առաջիկայում։ Առաջիկայում ծրագրերը պատրաստվել է այդ վերածնունդ փառատոնին, որը շատ լուրջ փառատոն է։ Իսկ հետո կավարտեմ արդեն Արվեստի պետական քոլեջը եւ կշարունակեմ Երևանում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հիմնականում ես սկզբում որ եկա նվագում եմ ժողովրդական։ Հիմա արդեն նվագում եմ դասական գործեր, ավելի տեխնիկապես զարգացած, ավելի բարդ գործեր ենք ներկայացնում։ Մոցարտ ենք նվագում, Շևիով, Բեթհովեն ենք նվագում եւ Խաչատուր Ավետիսյան, նրա բարդ գործերը։ Շատ։ Այդպես։ Ահա, շատ բարի, Սարգիս, եւ արդեն նպատակադրված ես, որ պետք է լինի այս ուղղությունը։ Իսկ այսօր դժվարությունների, որին հանգում է երիտասարդը, թեկուզ այս բնագավառում խոսենք, ամեն լավ գործ միանշանակ ունենում է բարդություններ։ Գործիքը, հենց այս գործիքը շատ մաղված գործիք է։ Կարելի ասել Հայաստան շատ քչերն են նվագում այս գործիքով։ Հիմնականում սովորում են երեխաները երաժշտական դպրոցում,
եւ ավարտելուց հետո չեն շարունակում քոլեջներում, արվեստի քոլեջներում եւ այսօր հասարակությունը չի ընդունում, ճիշտ արվեստը չի գնահատվում։ Հիմնականում բոլորը երգում են, կապ չունի ձայն ունեն, ձայն չունեն, բոլորը երգում են։ Այն որ ասում են ով տեղից վերակենում երգումը, այդ է։ Բայց ժողովրդականը այդքան էլ չի գնահատվում, հենց Հայաստանում չի գնահատվում, բայց արտասահմանում շատ են սիրում, հենց հայկական ժողովրդականը։ Այնտեղի հայերը, այնտեղի բնակությունը, եւ որ մենք մասնակցում ենք վերածնունդին, այնտեղ ժյուրիներ ունեինք Չինաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, որոնք իրոք գնահատեցին ժողովրդականը։ Ճիշտ գնահատականներ տվեցին, իսկ հիմա արդեն կարելի ասել բոլորը ուրիշ ուղղություն է, չկա, գործիքը մաղվում է գնալով։ Մեր քոլեջում մենք ունենք ընդամենը 3 շվիահար, որից 2-ն ենք այս տարի ավարտում ենք, այսինքն մնում է 1 շվի, եւ չգիտենք կընդունվեն շվի թե չէ։ Փաստորեն գնալով սղաճ է տեղի ունենում, փոխանակ տոկոսը բարձրանում է։ Եվ որ մասնակցում ենք մենք մրցույթների, տեսնում ենք, օրինակ վերջերս մասնակցեցինք հանրապետական մրցույթի Ստեփանավան քաղաքում, եւ այնտեղ այդքան մասնակիցներից կային 50 քանի մասնակից ընդամենը 3 շվի։ Կային դուդուկ, կանոն, ազգային նվագարաններ էին միայն, բայց ավելի շատ կանոն, դուդուկ, պկու եւ երգ կար, պար կար, հիմնականում չկար շվին, 3 շվիահար էին։ Հիմնականում այսօր Հայաստանում դուդուկն է ավելի առկա։ Եվ դա քեզ ավելի պարտավորեցնող չի, որպեսզի կարողանաս թեկուզ ինչ որ մի բանով օգնեմ հենց այս գործիքին, որը մաղվում է։ Ինչ որ մի բանով կարողանանք ցույց տալ, որ կա այս գործիքը, թեկուզ տեսահոլովակի, ձայնագրությունների շնորհիվ։ Մտադրություններ կա ձայնագրվել, նկարահանել տեսահոլովակ։ Հենց շվիով, դե իհարկե շվին ասում են սարերի գործիք է եւ մենք հենց մտադրություն ունենք սարերում նկարահանենք այդ գործիքը։ Այդ գործիքի կատարումը կատարենք սարերում։ Հասկանալի է, այ ինձ թվում է քո եւ քո սաների միջոցով արդեն ոչ թե սղաճ տեղի կունենա, այլ կսկսեն որոշակի տոկոսով բարձրանալ շվիահարները։ Իհարկե, ես ունեմ այնտեղ 4 շվիահար, 4-ից 3-ը ճիշտ է փոքր են, երկրորդ, երրորդ դասան են, բայց արդեն մտադրություն ունեն շարունակելու քոլեջում։ Հասկանալի է։ Եվ երևի արդեն եզրափակվենք այսքանով, շնորհակալ ենք քեզ, որ դու այսօր մեզ շատ գեղեցիկ երաժշտություն մատուցեցիր։ Ես կարծում եմ դեռևս մենք հնարավորություն ունենք մեր այս եթերը ամփոփել նախ քո խոսքով եւ նորից մի փոքրիկ կատարում, եթե թույլ կտա։ Որպես վերջաբան իհարկե։ Իմ խոսքով ես նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորի նոր տարին, գալիք նոր տարին։ Մաղթում եմ առողջություն, հայ զինվորներին բարի ծառայություն։ Իմ ընկերը նույնպես ծառայում է, Սերոժ Կարապետյանը, նրան նույնպես մաղթում եմ բարի ծառայություն, մարդկանց մաղթում եմ դիմացինի նկատմամբ հարգանք եւ այդքան է երևի, ամենակարևորը լինենք առողջ եւ հարգենք դիմացինի խոսքը, հարգենք դիմացինի մտածելակերպը։ Շատ բարի ցարքեր, շնորհակալ ենք, նաև շնորհակալ ենք քեզ այդքան մեծ գործ անելու եւ որ քո շնորհիվ ինչ որ չափով պահպանում են նաև այս գործիքը, շնորհակալություն ենք հայտնում եւ վերջում մեր եթերը ամփոփենք քո փոքրիկ կատարումով, իսկ ես հարգելիներս հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Ալեքսանյանի։ Ուսանող շվիահար։ Շվիահար, այո, արդեն բարձրացինք, իսկ այժմ վայելում ենք նրա կատարումը եւ դարձյալ վերադառնում եթեր։ Վերադարձանք տաղավար եւ արդեն շարունակում ենք շատ ուրախ տրամադրությունով։
Ու արդեն ներկայացնելու ենք մի քանի միջոց, որ թե ինչպես կարելի է իմունային համակարգի բարձր լարվածությունը եւ տրամադրությունը ապահովել կենցաղային որևէ բաների միջոցով, այսինքն բացի թանկ դեղամիջոցներից դուք կարող եք նաեւ ձեր որևէ կենցաղային պարագայով կամ կենցաղից դուրս որևէ բանով բարձրացնել ձեր տրամադրությունը։ Առաջինը, ինչպես արդեն ասում ենք, երաժշտությունն է, փաստորեն երաժշտությունը կատարում է վիրտուոզ բուժիչ դեր յուրաքանչյուր պարագայում ու լարվածությունը ոչ միայն հանում է, այլ նաև իմունային համակարգը բարձրացնում, ձեր օրգանիզմից որոշակի կերպով տոքսինների վրա հարձակում է տեղի ունենում, երբ դուք լսում եք երաժշտություն, որովհետև երաժշտության ներքո ձեր օրգանիզմի ակտիվ բջիջները հարձակվում են ձեր այն մասի վրա, որտեղ ցավում է կամ որտեղ բորբոքված է, եւ ասեմ, որ արդյունավետ պայքարում է նաև սնկային հիվանդությունների դեմ, ի զարմանս ինձ, որ զարմանալի է ինձ համար։ Արդյունավետ հարձակում է տեղի ունենում, փաստորեն։ Երաժշտությունը դա զենք է։ Յուրաքանչյուր ասպարեզում։ Շատ բարի, ասենք որ եւ լավ իմաստով եւ վատ իմաստով։ Այո։ Այն երբեմն կարող է բուժել, երբեմն սպանել։ Այո։ Ինչ որ հարգելիներս, ասենք որ իմունային համակարգի վրա դրականորեն անդրադառնում է նաեւ զբոսանքը, ճապոնացի գիտնականները եկել են այն հավաստման, որ անտառային զբոսանքը ի տարբերություն քաղաքային համայնապատկերների կարող է 20 րոպեի ընթացքում օրգանիզմում նվազեցնել այն հորմոնների քանակը, որոնք իմունային համակարգը ավելի վատ ստորին աստիճանի են տանում, ասենք որ այդ կորտիզոլն է եւ մակարդակը 13-ից 4%-ով ցածր մակարդակի հասնելու կարողություն ունի, եթե դուք կարողանաք օրը 20 րոպե անցկացնել անտառում եւ զբոսնել վայելելով այդ համայնապատկերը։ Ահա։ Գինի եւ հապալաս, ինչպես նաեւ երաժշտությունը եւ զբոսանք, այնպես նաեւ գինին եւ հապալասը ունեն բուժիչ հատկություն։ Գինու եւ հապալասի բաղադրիչներից երկուսը այլ ներեցեք, ես պետք է կարդամ ռեսվերատրոլը եւ սնկային հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայող պտերոստիլբենը տարօրինակ անուններ են։ Ես քո առջև մեծ խնդիր եմ դրել նմանատիպ բառեր տալով հենց քեզ։ Այո, դա օգնում է ինձ ավելի շատ։ Այդ երկուսը անունները կներեք չեմ կրկնելու։ D վիտամինի հետ միասին կարող են պայքարել ձեր օրգանիզմի բոլոր բակտերիաների դեմ եւ նորից D վիտամինի հետ միասին այդ երկուսը ռեակցիայի մեջ մտնելով դառնում են բուժիչ ձեր բջիջներին սարքում են որպես պաշտպանիչ վահան եւ պահում են ձեզ շրջակա միջավայրից աղտոտվելու եւ ինչու՞ չէ նաեւ ներքին վիրուսներից ազատվելու համար։ Ասենք որ իմունային համակարգի բուժման եւ հաստատման համար, կարգավորման համար մեծ դեր ունի նաեւ շփումը։ Գիտնականները հաստատել են, որ քրոնիկ հիվանդությունները եւ միայնությունը սերտորեն կապված են միմյանց հետ, որովհետեւ միայնությունը բերում է սթրեսի, ինչն էլ հանգեցնում է իմունային համակարգի մակարդակի ցածրացմանը։ Ոստի ասում են, որ մեծ շրջապատ ունեցող մարդկանց մոտ սթրեսների քանակը քիչն է, ինչն էլ սրտային հիվանդությունների տոկոսը 50%-ով ցածրացնում է։ Ոստի այն մարդիկ, ովքեր միայնության մեջ են գտնվում, նրանց մոտ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը 50%-ով ավելի բարձր է։ Ուստի պետք է շփվենք, լսենք երաժշտություն, զբոսնենք եւ գինի եւ հապալաս օգտագործենք, որպեսզի կարողանանք պաշտպանենք մեր իմունային համակարգը։ Իսկ սպորտը մեծ ազդեցություն ունի դարձյալ մեր առողջության վրա, ուստի մենք չենք մոռանում եւս մեկ անգամ հիշեցնել, որ այժմ սպորտով զբաղվելու ժամն է եւ պետք է ամրապնդենք մեր տրամադրությունն ու իմունային համակարգը։ Զբաղվում ենք, վերադառնում ենք, որից հետո մենք արդեն կներկայացնենք ավանդական դեղամիջոցներ, որը կոչվում է տատիկի դեղատոմս բաժին։ Մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք տաղավարում ենք եւ ինչպես խոստացանք, այժմ մենք կներկայացնենք ավանդական դեղամիջոցներ, որոնք կարող են շատ օգտակար լինել ձեզ։ Եվ այսպես այն մրգերն ենք ներկայացնելու, որոնք կարող են նպաստավոր լինել ձեր առողջությանը եւ թե ըստ նշանակության ինչպես կարելի է այն օգտագործել։ Եվ այսպես կեռասը պարունակում է անտոցիան կոչվող միացությունը, որն այդպես պայմանավորում է նրա վառ գույնը, ինչն էլ նպաստում է ցավի վերացմանը։ Բալը համարվում է բոլոր տեսակի սննդամթերքներից ամենօգտակարը, որպես հակաբորբոքային միջոցներ շատ օգտակար է հոդացավերի դեպքում։ Առնիկա, բույսով շփումն ինտենսիվ սպորտից հետո զբաղվելուց հետո եւ սուր վնասվածքների ստանալուց հետո շատ օգտակար է շփումը, որովհետեւ այն ունի հակաբորբոքային եւ բակտերիասպան հատկություն, բայց զարմանալին այն է, որ դրանից օգտվում են նաեւ յոգերը, բայց նրանք չեն զբաղվում ինտենսիվ սպորտով, բայց սա հիմնականում հայտնի է մարզիկների մոտ տրավմաներից հետո օգտագործելու համար։
Ասենք որ անանուխն էլ մենք հաճախ կիրառում ենք ատանացավի, վկնացության, մկանային ցավի եւ մաշկային գրգռվածության դեպքում, եթե այս ամենը ձեզ հայտնի չէր, կարող եք կիրառել նաեւ այս ամենի արկայության դեպքում։ Լորամրգի հյութը սպանում է ստամոքսի եւ բարակ աղու պատերին միկրո այն բոլոր օրգանիզմները, որոնք խոց են առաջացնում։ Դրա համար հիմնականում բացի սննդամթերքից, որոնք օգտագործում եք, դուք օգտագործեք նաև լորամրգի հյութ, որը ձեր այդ սնունդը ուտելուց հետո անմիջապես կմաքրի ձեր ստամոքսի եւ աղիների պատերը։ Հարգելիներս, այսքան այն օգտակար խորհուրդները եւ այն բոլոր մրգերը, որոնք կարող են նպաստավոր լինել ձեր առողջության համար։ Իսկ այժմ մեր առողջության համար նպաստավոր լավ տրամադրություն ծիծաղը կհաջորդի, որովհետեւ մեզ մոտ կարճամետրաժ մուլտֆիլմն է, որը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը եւ ամրապնդել իմունային համակարգը։ Դիտում եւ վերադառնում ենք, մնացեք մեզ հետ։ Այսօր դեկտեմբերի 11-ն է, տարվա 345-րդ օրը, այսինքն նոր տարուն մնացել են ընդամենը հաշված օրեր, իսկ թե ովքեր են ծնվել այսօր եւ թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այժմ։ Դինարան շարունակում է ինձ արդեն։ Այո։ Սիրով Լևոն, ասեմ, որ 1948 թվականին այսօրն է ընդունվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1918 թվական Ալեքսանդր Սոլժենիցկի ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ահա, իսկ 1932 թվականին այսօրն է ծնվել ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության գիտության գործիչ Արման Քուչակյանը։ 1958 թվական ֆուտբոլիստ հարձակվող Էվեր Էրնանդես։ Ահա, իսկ 1960 թվականին մեքսիկացի ֆուտբոլիստ կիսապաշտպան Բեխամին Գալինդոն։ Ահա, իսկ հիմա ներկայացնելու ենք պրակտիկ խորհուրդներ, որոնք ձեզ ինձ թվում է ամբողջ կյանքի ընթացքում արդեն ամփոփում այսօրվա մի քանի խորհուրդ։ Որպես ամփոփում 4 կանոն ենք ասելու, դուք լավ հիշեք, որովհետև այն ձեզ պետք է գալու ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Գտեք ձեզանից ավելի հետաքրքիր մարդկանց ու նրանց հետ շատ ժամանակ անցկացրեք, հետևեք նրանց օրինակին եւ մի մնացեք միջին մակարդակի վրա եւ երբեք մի իջեք ձեր մակարդակից, այլ առավելագույնս հասեք ձեր մակարդակից ավելի բարձր եւ փորձեք ավելի բարձր ինտելեկտով անձ դրսեւորել ձեզ։ Իսկ եթե դուք ունեք դրամական խնդիր, հիշեք դա միշտ լուծելի է։ Օգտագործեք ինտելեկտը, քանի որ այն հնարավորություն կտա աճուրդներում ավելի օգտակար եւ ավելի շատ գումար կուտակել։ Եթե դուք ապրում եք միայն աշխատավարձի հաշվին, հարգելիներս, օպտիմալ օգտագործեք այդ գումարը։ Իհարկե 5 տարի հետո դուք չեք ունենա այն խնդիրը, որ ունեք այժմ։ Ահա։ Մեծ նպատակ դրեք ձեր առաջ Եթե դուք չունեք նպատակ, ապա դուք ոչինչի չեք հասնի, այսպես կարելի է ասել։ Իսկ եթե դուք ունեք որևէ նպատակ, այսպես ասած, գերխնդիր, որին փորձում եք հասնել եւ տիրանալ այդ ամենին, ապա ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Այնպես որ երբեք ուղղակի ժամանակ մի վատնեք։ Ձեր առջև դրեք խնդիրներ եւ փորձեք որևէ բանի հասնել եւ իզուր չապրել այս կյանքը։ Հաջորդ կարևոր խորհուրդն է օրվա համար, հարգելիներս, մասնագիտացեք կոնկրետ մեկ ոլորտում ուսումնառության 5 տարիների ընթացքում դուք պետք է ուսումնասիրեք մեկ ոլորտը, որպեսզի կարողանաք միևնույն ուղղությամբ ճշգրիտ աշխատել եւ կիրառել ձեր գիտելիքները տարբեր բաներ ուսումնասիրելով դուք բաժանում եք ձեր գիտելիքները տարբեր ոլորտների եւ չեք կարողանում օպտիմալ օգտագործել ձեր կարողությունները։ Գուցե հետագայում դուք որոշեք փոխել ձեր մասնագիտությունը, սակայն կարողացեք մի մասնագիտության մեջ լավ ներուժ ունենալ եւ լավ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի ձեր գործունեության ընթացքում այն լինի նպաստավոր։ Ինչ որ է այսքան այն մեր ուրախ եթեր էր այսօր շատ ուրախ էր եւ շատ հաճելի եթեր էր։ Մենք ձեզ մաղթում ենք նույնը այդ դրական լիցքերը թող որ էկրաններից այն կողմ ձեզ հասանելի լինեն, հարգելիներս, ունեցեք բարձր տրամադրություն, նաեւ շնորհակալություն ենք հայտնում, որ դուք հետևում եւ արձագանքում եք մեզ։ Շնորհակալ ենք նաեւ մեր ընթացքին եւ այս ամենին գնահատական տալու համար։ Իսկ ես դարձյալ օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում Ֆիորե գեղեցկության սրահին այսօր իմ գեղեցիկ տեսքը ապահովելու համար հաճախեք Տիգրան Մեծի 41 հասցեով եւ այդտեղ հմուտ մասնագետների օգնությամբ ձեռք բերեք նույնքան գեղեցիկ տեսք, որքան այսօր ապահովել է ինձ գեղեցկության սրահը։ Հիշեցնեմ, որ սրահում գործում է 50% զեղչ ֆրանսիական օծանելիքներ ձեռք բերելու համար։ Ֆիորե, ձեր գեղեցկության գրավականը։ Այսքանով երևի արդեն հրաժեշտ տանք ձեզ, ասեմ, որ իրոք այսօր Դինարան շատ գեղեցիկ է, հաճախեք Ֆիորե։
Թեպետ ես չեմ օգտվում այնտեղից, բայց դատելով Դինարայի տեսքից ես խորհուրդ եմ տալիս։ Ես նույնպես դες բոլորիդ խորհուրդ եմ տալիս, հաճախեք եւ մնացեք բարյավ եւ բարձր տրամադրությամբ մնացեք Ֆորտունայի հետ, մենք դեռ կհանդիպենք։ Հաջողություն։